Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բնականաբար դժվար թե ինքիմ հետ կոնտակտ ունենալ եւ հանձնաժողովինից տը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մթության փողի տակ փորձեցի արտահերթից տանել, հետո չարեցի։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրող շատ խնդրահարույց է։ Եվ ֆրակցիանա դեմքի վերքը նաեւ ինքը։ Այսօր հիշեցվեցի։ Եթե այդքան ես առաջին անգամ դեմ պատմության մեջ որ մի մարդ իր նախաձեռնության դեմքը չեք ասում, որն էր կարևոր, որ բանակում փողով ազատվեն։ Դե ասում ես sense տենց այդ մարդիկ թողնում դնում են։ Կարևոր է ձեր կճարնի գլացի անգամ, որովհետև ամեն օր քաղաքացիների Դուք շարունակեք Հակ Սարգսյանից հարցազրույցներ։ Դուք հիմա Պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվելուն։ Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են։ Որ տղաները ցանկը թողտա այդ որ տղաները։ Երեք Ցանկը ասում են զանգում են, ովքեր են զանգում։ Կարին է, թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում են նախաձեռնություն, այնտեղ MC թվերը էր ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականները, եթե թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման, ֆրակցիայում քննարկման ժամանակ այդ ասվեց, թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի է դա պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց, քանի դեպքից քանիսնա բանակի ներսում տեղի ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գերավարության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում արեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետք է օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Դուք ինչ եք միշտ աչք թևի տակ։ Դուք խոսում այլ որոշում եք ունեցել, բայց հետո ձեր Ով որոշումը վրա ասում։ ազդել են։ Շարունակեք Հակ Սարգսյանից հարցազրույց Ես ասեցի Ամերիկայից կգամ ընդունենք այդ որոշումը, բայց որը փաստորեն եկա հակառակ արեցի։ ինքը խնդրել է Դե դուք օֆիցիալ դա ծանր եք տարել, շատ որ նիստը դուք չեք Պարոն Կիրակոսյան, ես շատ լավ գիտեմ ձեր բեռնագրերի փնտրտուքը, ես ծանր չեմ տարել, ես ծանր տարել եմ լուրջ ես ասում, ինչ ես ասում, ես հուզվեցի, լսի, ես ծանր եմ տարել թռիչքի տևողության վրա, ոչ թե այստեղ գտնվելու։ Ուրիշ հապկից դուրս գալու մասին, այսպես ակտիվների ֆոնին։ Չէ, Ֆոնը դրեք մի կողմ։ Մենք այսօր սառեցված։ Ուրիշ։ Հնարավոր է գամի փուլ, որ այսպես որոշում կայացվի։ Մի ասա երբեք։ Ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է, այստեղ հապկի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, հապկը վերջին հաշվով, երբ որ հապ պետք է հանդես գար ինքը կա։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ հապկի հետ կապված հապկի գործողությունները փորձ էր արում կապվել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված հապկը անելիք ուներ, չարաշ, չէ։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք հապկի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Կամ Պուտինի մոտ այդ շփոթմունքը Պարոն Պուտինին էլ մեկ-մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինել։ Երբ քաղաքականներ ասում են, որ այդ սարի գլխին ձյուն է տարին 12 ամիս, ինչի պայքարենք։ Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Չէ, ավելի շատ ձյուն երկրորդ կորպուսի Վարշավայից։ Հապկը ինչու պետք է միջամտել, ինչ եք կարծում։ Որովհետև Կայքային պարտավորությունն էր, կայնեք ջան։ Բայց ասում էին, որ ասում էին։ Այդ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ են։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում հապկից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարց դրվի։
այն ինչ որ մեր երկրի շահը կթելադրել, կսկսել շարժ։ Հանսացիա, Չէ, չէ, Քոչարյան